Պարոն Միրանյան, 1 ամիս 20 օր հետո Հայաստանում ընտրություններ են տեղի ունենալու։ Եթե որ շատ ակտիվ հետևում եք, առաջիկայում էլ մեծ հարցազրույց է այս թեմայի հետ կապված, պատրաստում կհրապարակվի, բայց պիտի խնդրեմ կարևոր բաներ առանձնացրեք եւ մեր միջոցով փոխանցենք մեր հանրությանը։ Ես մի քանի բան կարող եի ասել իմ հայրենակիցներին, այսօրվա իրավիճակը կտրականորեն ուրեմն տարբերվում է նրանից, ինչը կար նախկին ընտրությունների ժամանակ։ Նախ ժողովուրդը արդեն գերհագեցած է այս բաներին, կլոունների իշխանությունից, այս ստախոսություններից, այս խոստումներից, սին խոստումներից, դատարկ խոստումներից եւ իհարկե ժողովուրդը կորչի տեսնում է, որ Հայաստանի եւ պետությունը եւ ժողովուրդը ավելի քիչ պահպանված են, քիչ անվտանգություն ունեն, քան թե երբևէ նրանք ունեցել են։ Այս իրավիճակում մեծ հույս է ներշնչում այն բանը, փաստը, որ գիտեք ինչ, այսօրվա իրավիճակում համաշխարհային ուրեմն պրոցեսները այնպես են զարգանում, որոնք կարող են ազդել շատ վճռականորեն Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, ինչ ես նկատի ունեմ։ Ռուսաստանը փաստորեն համարյա թե շուտով վերջացնում է Ուկրաինայի հետ իր հատուկ օպերացիան։ Միացյալ Նահանգները պարտություն կրեցին Իրանից եւ արդեն միակ գերազոր պետությունը չէ, այլ մի սովորական հզոր պետություն, որին արդեն ես ասել եմ հերոստատեսությամբ ռուսական, բոլորը կարող են ռուսական այն 3 տառանոց բառին ուղարկեն։ Բոլորը գիտեն, թե ռուսները ուր են ուղարկում այն մարդկանց եւ նրանց, ասենք թե, երբ որ նրանց քայլերը եւ ցանկությունները իրենց դուրը չէ գալիս։ Այս իմաստով պետք է ասեմ, որ իհարկե Իրանը դառնում է շատ կարևոր ֆակտոր Հայաստանի հարավում, Ռուսաստանի ուշադրությունը շատ ավելի է շեղվելու դեպի Հայաստանը եւ այդ իրավիճակում ինձ թվում է, որ արդեն մտածված քայլեր կան ոչ միայն նախագահի Պուտինի հայտարարությունը, բացատրությունները, թե ինչ կլինի մեր երկու պետությունների զարգացման ընթացքում, այլ հասկանալի է, որ սա խորը մտածված եւ շատ լրջորեն ձևակերպված մտքեր էին, որը ուղղված էին ոչ թե Նիկոլին։ Պուտինը թքած ունենա Նիկոլի վրա, այդ ես իմ կողմից եմ ասում, Պուտինի դա կապ չունի, նա անմիջականորեն Նիկոլի գլխի վրայով ուղղում էր իր խոսքերը հայ ժողովրդին, որ իմացեք, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ հետ ունենք գործնական հարաբերություններ, մենք կուզենանք պահպանել ջերմ հարաբերությունները եւ անվտանգության գծով, եւ տնտեսական գծով, եւ բոլոր հարցերի շուրջը, բայց դուք պետք է իմանաք, Ռուսաստանը արդեն այն միամիտ պետությունը չի, ու ոչ մի բանը ֆանտազիաների մեջ ընկած չի, մենք պատրաստ ենք օգնելու, պատրաստ ենք պարգևատրելու նրանց, որոնք մեր նկատմամբ ունեն նորմալ ընկերական ջերմ վերաբերմունք, եւ մենք պատրաստ ենք պատժելու նրանց, ովքեր որ չեն հասկանում, լավ խոսքը չեն հասկանում ու լավ ցանկությունն ու լավ վերաբերմունքն էլ չեն հասկանում։ Այդ դեպքում դե դուք ինչ ուզում եք կարող եք անել, բայց հետո դուք ուրեմն ինքներդ պետք է բողոքեք դուք ձեզանից, որովհետև այսօրվա իրականության մեջ այդ որ ասում են անփող бесплатный сыр только в мышеловке,
էլ այդ էշությունները չի լինելու եւ իհարկե պետք է մտածեն հայ բիզնեսմենները, հայ գյուղացիները եւ նո հայ մտավորականությունը երկու մասի է կիսված, կան իհարկե մի լուրջ ստվար կա հայ մտավորականության, որը հասկանում է, թե ինչ կարևոր անվտանգության իմաստով երաշխիքներ ունի Ռուսաստանը եւ միակ մի երկիրն է, որը ուզում է, որ Հայաստանը մնա որպես պետություն, որը նա էլ ունի մեծ կարևոր վերաբերմունք այդ տարածքի նկատմամբ, որովհետև ոչ Ռուսաստանին, ոչ էլ Իրանին մեծ թուրան այդ հսկա կառույցը պետք չեն։ Հայաստանը որ ոտի տակ կգնա, բայց բացի դրանից, իհարկե Իրանն էլ Ռուսաստանն էլ վախենում են, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան այդ մեծ թուրանը ուղղելու են իրենց դեմ։ Նո էլ չեմ ասում, գուցե ժամանակի ընթացքում նույնիսկ Չինաստանի դեմ։ Մասամբ ասեցիք, պարոն Միրանյան, ինչ է փոխվել 21 թվականից, 21 թվականին ինչ էր կատարում եւ հիմա ինչ է փոխվել, եթե այսպես երկու կարևոր կետով առանձնացնենք։ Ես ասացի հիմա։ Երկու ամենակարևոր բաները, որ տեղի են ունեցել, տեկտոնական ցնցումներ։ Մեկը համաշխարհային ճարտարապետությունը կամ արխիտեկտուրա, համաշխարհային բեզապանը, անվտանգության, միջազգային հարաբերությունների ուրեմն լրիվ վերակառուցվում է, այսինքն մենք ներկա ենք այսօր այն մոմենտին, երբ գերհզոր միակ համաշխարհային լիդեր պետությունը զիջում է իր դիրքերը եւ Չինաստանը արդեն մեծ թափով շարժվում է այն ուղղությամբ, որպեսզի առաջի տեղը գրավի եւ ցույց տա, որ հիմա արդեն եւ զինվորական իմաստով, եւ տեխնիկայի, եւ տեխնոլոգիայի, եւ տնտեսության չափի, ամեն ինչի իմաստով ինքն առաջինը։ Այսինքն երկրորդը առաջին անգամ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան իրար հայոյում են, իրար հետ պառակտում ունեն եւ այդ միասնությունը գոյություն չունի։ Այս իրադարձությունների մեջ Ռուսաստանը նոր շանս է ստանում, որպեսզի կարողանա այս տարբեր ուրեմն ֆակտորների մեջ գտնել իր տեղը եւ ավելի նոր ուժով ու վճռականությամբ պաշտպանել իր շահերը այն տեղերում, որը համարում է իր գոյության համար էգզիստենցիալ եւ Հայաստանը եւ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար մի որոշ ժամանակ ուշադրությունը թեքված էր, չէին կարող պատրվել տարբեր մասերի եւ բայց այսօր այս բոլոր ֆակտորները, որ ես թվարկեցի, հնարավորություն են տալիս, որպեսզի այն ուժերը Հայաստանում, որոնք հասկանում են, որ այդ բանը, որ այդ բոլոր խոստումները, այդ բոլոր նոր ֆակտորները, որ բերում էր Նիկոլ Փաշինյանը, դրանք հեքիաթներ են, որ Ամերիկան կգա մեզ կփրկի, Եվրոպան կգա մեզ կփրկի, սա կփրկի, նա կփրկի, դրանք բոլորը ջրի վրա գրված խոսքեր են, որովհետև արդեն քանի երրորդ անգամը հայկական ընտրանի մի մասը նույն բանի նույն բանի չէ, նույն նաստուպից նա ոնց են ասում ինչի վրա ոտքով որ ճակատի տալիս нельзя наступать на грабли, այսինքն նորից նույն գրաբլյաների վրա, չգիտեմ հայերեն ինչպես է կոչվում, եւ այդ իմաստով իհարկե հարկավոր է հասկանալ, որ այս նոր իրականության մեջ
Ես ամենայն դեպս Պուտինի ելույթը այսպես ընդունեցի։ Նա մի շատ կարևոր սիգնալ ուղարկեց այն ուժերին, որոնք դեռ առողջ հասկացողություն ունեն, այդ հեքիաթներին չեն հավատում ու հասկանում են, թե ինչքան պատասխանատու որոշումներ պետք է ընդունվեն, որպեսզի ժողովուրդն ու պետությունը չկործանվի։ Երկրորդը, ես առաջին անգամ այս 7 տարիների, 8 տարիների ընթացքում, ինչ Փաշինյանը եկել է իշխանության, լսեցի միանշանակ շատ խիստ ձևով ձևակերպված, բայց բարիացկամ բաներով Տոնայնության մեջ տոնայնության մեջ, որ իմ համար օրինակ հնչեց այս կերպ. Հայաստանը, մենք Հայաստանի համար կպայքարենք, Հայաստանը մեր համար դեռ կորած չի, Հայաստանը իր տեղն ունի եւ նա կգրավի իր տեղը որպես կարևոր ֆակտոր համաշխարհային քաղաքականության մեջ, որովհետեւ մյուսները Թուրքիան, Ադրբեջանը, բոլորը, ել չեմ ասում Արևմտյան Եվրոպան, Ամերիկան, նրանք մեծ հաճույքով կհամակերպվեն այն մտքին, որը առաջ է տալիս Ալիևը, Հայաստան չկա, Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է։ Եթե որևէ մեկի գլխին դա չի հասել Հայաստանում դեռ, ուրեմն դե այդ ոնց են ասում, սապատավորին մենակ գերեզմանը կփրկի։ Այդ դեպքում Աստված էլ չի կարող, հա։ Այդ էլ Աստված էլ չի կարող։ Շնորհակալություն։ Եվ մի հարց էլ, ակնկալում եմ շատ կարճ պատասխան, ընդդիմությունը մի քանի թևով է գնում, առաջատարը Սամվել Կարապետյանն է, ոնց է գնահատում հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ հիմա կա ռեալ հնարավորություն այս ընտրություններում հաղթելու օպոզիցիային։ Եվ իհարկե, ես օրինակ ողբերգականորեն չեմ տեսնում, որ ընտրությունը գնում է տարբեր շարասյուններով։ Գիտեք ինչ, այնպես է ստացվել, որ այդ 7 տարվա մեջ այդ Փաշինյանն ու իր բաշիբուզուկները արդեն ժողովրդի գլխի մեջ մեխել են այն միտքը, որ նախկինները լափել են, էսեն արել են արել։ Չի աշխատում, բայց առաջվա նման։ Բայց մյուս կողմից միևնույն է, կարելի է, ես օրինակ ճիշտն ասած տեսնում եմ սա որպես նվաճում, երբ որ ես օրինակ լսել եմ Լևոնին Զորաբյան, հրաշալի վաղուց եմ ճանաչում, դեռ գիտեի, երբ որ ինքը պրես սեկրետարն էր Լևոն Տեր-Պետրոսյանի, նա էլ խելացիորեն ասեց, հա մենք ուզում էինք Սամվել Կարապետյանի հետ, այդ ուժի հետ դաշինք կազմել եւ այլն, բայց մենք հասկանում ենք, գուցե մենք համաձայն չենք դրա հետ, բայց հասկանում ենք, որ իրանք չեն ուզում իրանց վրա վերցնեն այդ հնարավորություն տան իրանց հակառակորդներին, ԿՊ-ին, մյուսներին եւ այլն, որ դրանք ասեն, դե տեսնում եք, սրանք էլ այդ հներից են, էլ սրանք ինչ կարող են ձեզ բերեն։ Այսինքն նույնն էլ ես ասեմ, որ եթե նույնիսկ այսօր Ծառուկյանը ասում է, որ մենք Ռոբերտ Քոչարյանի հետ չենք միանալու ոչ մի բան եւ այլն, դրանք քաղաքականության մեջ տակտիկական խաղեր են։ Եվ դրանց այդ հարկավոր է հասկանալ։ Այսինքն դրական է գնահատում ես դրական եմ գնահատում, որովհետեւ շատ ավելի շահեկան վիճակում ենք, ասեք 21 թվին։ Շատ անգամ, այս անգամ շատ ավելի անգամ, որովհետեւ Նիկոլի ռեյտինգը գնալով իջնում է եւ օպոզիցիոն ուժերի ռեյտինգը գնալով կբարձրանա, որովհետեւ ազգը վերջիվերջո կանգնած է էգզիստենցիալ գոյության խնդրի առաջ, երկընտրանք չկա, կամ ու կամ ես միշտ այդ իմաստով հիշում եմ Համլետին, բայց իլինե բույթ, լինել թե չլինելու հարցն է, ազգի ու պետության, այնպես որ այս դրանից ելնելով պետք է ժողովուրդը
իր վերջնական որոշումն ընդունի եւ վերջնական քվեն տա։ Շնորհակալություն։